Հայաստանի տրամադրած ականապատ տարածքների քարտեզների ճշգրտությունը կազմել է 25%, Envoy ամսագրին տված հարցազրույցում դժգոհել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն, հավելելով, որ Բաքուն ակնկալում է, որ Երևանը կտրամադրի բոլոր ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզները։ Այս հայտարարությունից հետո Ադրբեջանի խորհրդարանն էլ միջազգային հանրությանն է կոչ արել ճնշում գործադրել Հայաստանի վրա ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզներ փոխանցելու համար։ Հայկական կողմը դեռ չի արձագանքել։ Բրյուսելում արտգործնախարարների խորհրդաժողովի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնի դաշնակիցներին վերստին կոչ է արել ավելի շատ միջոցներ ծախսել պաշտպանության վրա։ Նախագահ Թրամփը դաշնակիցներից բազմիցս պահանջել է ռազմական ծախսերը հասցնել հնայի 5%-ին։ ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրներ խոստացել են այդ ցուցանիշը հասցնել 2%-ի, պնդելով, որ 5%-ը իրատեսական չէ։ Ռուսաստանի նախագահի ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը հինգշաբթի օրը Վաշինգտոնում ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո հայտարարել է առաջընթաց ունեն մի շարք կարևոր հարցերի շուրջ։ Առանց մանրամասնելու Դմիտրիևը միայն նշել է, որ նախագահ Թրամփի վարչակազմը հակված է խնդիրների լուծմանը։ Նրանք չափազանց հարգալից են, հասկանում են Ռուսաստանի դիրքորոշումը, շատ հարցեր են տալիս եւ փոխզիջումներ են գտնում, ասել է Կրեմլի ղեկավարի ներկայացուցիչը։ Անցած գիշեր ռուսական ուժերի հարվածների հետևանքով Խարկովում 4 մարդ է զոհվել, հաղորդվում է նաև 32 վիրավորի մասին։ Ուկրաինայի պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ օդային հարվածների հետևանքով տուժածներ կան նաև Կիևում, Զապորոժիեում։